Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից, չվնասելով առողջությանը եւ պահել քաշը։ Երբ որ մարդիկ որոշում են նիհարել, առաջին բանը, որ անում են, պիտի ճարպը հեռացնել սննդակարգից, քաղցրը հեռացնել սննդակարգից, այսինքն սկսում են ակամայից խոսել մթերքների հեռացման մասին։ Այդպես չէ։ Այդպես չէ։ Եվ պետք չէ հրաժարվել սիրելի մթերքներից։ Ոչ մի դեպքում։ Դուք ուզում եք ասել, որ քաղցրով եւ ֆաստ ֆուդով հնարավոր է նիհարել։ Նիհարելու process-ի ընթացքում կարևոր է համատեղել օգտակարն ու հաճելին, որովհետև սնունդը միայն սնվելու մասին չէ։ 80%-ով սնունդը պետք է լինի օգտակար, առողջարար եւ թողնում ենք 20% այդ չարությունների համար, հոգու եւ հաճույքի համար։ Մեր օրգանիզմը շատ խելացի է, որոշում է տնտեսել այդ փոքր կալորիաներից նույնպես։ Այս շղթան քանդելու համար հեշտ քայլ, ուղղակի ավելացնում են կալորիականությունը, կրկին անգամ խաբելով օրգանիզմին եւ ստիպելով նրան ավելի շատ էներգիա ծախսել։ 5 կանոնների մասին, որոնք արդյունավետ պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, բարև ձեզ։ Գարունը նոր կյանքի խորհրդանիշն է, որը մեծ էներգիա է հաղորդում մեզ դառնալու ավելի լավը։ Պատահական չէ, որ գարնանը ամռանն ընթരാճ նիհարել ցանկացողների թիվն ավելանում է։ Ուրեմն ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից, չվնասելով առողջությանը եւ պահել քաշը։ Մեզ կասի բժիշկ սննդաբան Լիլիթ Մարգարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Դուք օգնել եք շատ մարդկանց հասնել ցանկալի արդյունքի, օգնեք նաեւ մեզ տիրապետել ինֆորմացիայի հզոր ուժին։ Ասացեք, խնդրեմ, ինչպես է, որ մեկի մոտ ստացվում է նիհարել, մյուսի մոտ ոչ, որոնք են այն սխալները, որ հաճախ թույլ են տալիս։ Սխալները շատ են։ Առաջին հերթին, երբ մարդիկ որոշում են բացառել սննդակարգից, այսինքն լսած կլինեք Կարինե ջան, երբ որ մարդիկ որոշում են նիհարել, առաջին բանը, որ անում են, պիտի ճարպը հեռացնել սննդակարգից, քաղցրը հեռացնել սննդակարգից, այսինքն սկսում են ակամայից խոսել մթերքների հեռացման մասին։ Այդպես չէ։ Այդպես չէ, այդպես շատ սխալ է։ Այդպես արդյունքի չեք հասնի։ Համենայն դեպս երկարաժամկետ արդյունք չեք ունենա։ Կունենաք կարճաժամկետ արդյունք, որը որ հետ կվերադառնա, այսինքն կիլոգրամները հետ կվերադառնան դեռ ավել ընկերների հետ։ Շատ լավ, այսօր մենք խոսելու ենք 5 կանոնների մասին, որոնք արդյունավետ պայքարում են ավելորդ քաշի դեմ, եւ ասենք առաջին ինչից սկսել նիհարել։ Պետք է որոշում կայացնել, պետք է նախ հասկանալ, ունեք ավելորդ քաշ, թե չէ, այսինքն կարիք կա նիհարելու, թե չէ, որտեվ հիմա այն մյուս տենդենսն էլ կա, երբ որ մարդը իրապես ավելորդ քաշ չունի, սակայն ուզում է նիհարել։ Պետք է հասկանալ, ունեք ավելորդ քաշ, թե չէ, այսինքն հաշվել մարմնի զանգվածի ցուցանիշը, եթե ունեք ցուցումներ քաշ կորցնելու, անպայման անցնել այդ ճանապարհը, հասկանալով, որ այդ ճանապարհը այդ ուղին լինելու է երկար, որ դուք ձեր վրա աշխատանք ունեք անելու, փոխելու ձեր սովորությունները, ձեր վերաբերմունքը սննդին, մթերքներին, ուտեստներին, ձեր մարմնին, ձեր ժամանակին, որովհետև գործողություններ պիտի անեք, որպեսզի հասնեք այդ նպատակին։ Եվ պետք չէ հրաժարվել սիրելի մթերքներից։ Ոչ մի դեպքում։ Դա առաջին ու ամենակարևոր սխալն է, որ անում են, որովհետև դա ուղի է խախտումների։ Այսինքն դուք կարող եք հրաժարվել, եթե դա ձեր սիրելի մթերքն է, առանց որի չեք կարողանում։ Ինչ է դա նշանակում, որ անդադ կարիքն եք ունենալու եւ ինչպես ցանկացած դեպքում, երբ որ մի բան արգելում են, ակամայից ուղեղը ենթագիտակցությունը անընդհատ ձգտում է այդ բանին, տվյալ դեպքում մթերքներին։ Ինչի հրաժարվել մթերքից, եթե կարելի է ուղղակի խելամիտ, չափավոր օգտագործել այն սննդակարգում։ Դուք ուզում եք ասել, որ քաղցրով եւ ֆաստ ֆուդով հնարավոր է նիհարել։ Կարինե ջան, ես կարող եմ ասել շատ վատ բաներ այդ ուղղությամբ, որ այո, քաղցրով, ֆաստ ֆուդով, դեռ ավելի վտանգավոր ու վնասակար մթերքներով կարելի է նիհարել, որտեղ նիհարելու հիմքում ընկած է կալորիաների դեֆիցիտը։ Հարցի մյուս կողմը, թե դուք ինչպես եք ուզում նիհարել։ Այսինքն, եթե ուզում եք առողջ նիհարել, առողջ լինել, այսինքն նիհարելու բուն նպատակը ոչ միայն կիլոգրամների զուտ այդ թվերի պակասումն է, այլ գշերքի վրա, այլ ավելին, այսինքն նվիրել օրգանիզմին առողջություն, չէ՞ որ ավելորդ քաշը շատ հիվանդությունների տրիգեր է, առաջացման խթանիչ կամ ուղղակի նպաստում է, որ այդ հիվանդությունները ավելի վատ ընթացք ունենան, եթե մարդը ունի նաև ավելորդ քաշ։ Այս պարագայում շատ կարևոր է սահմանազատել նիհարելու process-ը եւ առողջ սնվելու, փորձել գտնել նրանց միջինը,
առողջ ծնվելով նիհարել, որովհետև նիհարել կարող եք շատ տարբեր ճանապարհներով, առողջ ծնվել կարող եք, բայց արդյունքն է լինի, որ չնիհարեք, որովհետև շատ պրոդուկտներ ունեն բարձր կալորիականություն, բայց շատ առողջարար են։ Օրինակ, եթե անդադ ավոկադո ուտեք, անդեղեն ուտեք, պատկերացնում եք նրանց կալորիականությունը եւ արդյունքի չեք հասնի։ Այսինքն մարդիկ ասում են, ես առողջ եմ ծնվում, բայց արդյունք չեմ տեսնում։ Այո, դա հնարավոր է, որովհետև առողջ ծնվել դեռ չի նշանակում դեֆիցիտի մեջ լինել կալորիաների։ Ուրեմն ազատվել ավելորդ կիլոգրամներից հնարավոր է կալորիայի դեֆիցիտի պարագայում։ Իսկ օրինակ fast food-ը կամ քաղցրը, ովքեր չգիտեն, ասենք, որ ունեն շատ բարձր կալորիականություն, եւ դժվար թե քաղցրով կամ fast food ուտելով անընդհատ ամենօրյա ռեժիմով կարողանաք նիհարել։ Այս դեպքում խոսքը միգուցե գնում է նրան, որ առողջ սնվելուն զուգահեռ մենք ունենանք օրեր, որտեղ կարող ենք մեր սիրելի մթերքը մեզ թույլ տալ։ Այո, fast food-ը քաղցրեղենը հիմնականում ունեն դատարկ կալորիաներ, այսինքն սննդարար արժեք չունեն, չեն պարունակում անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ, միներալներ, ածխաջրեր, ճարպեր, պարունակում են միայն մեծ քանակությամբ ածխաջրեր, այսինքն ոչ օգտակար ածխաջրեր, որոնք որ միայն կալորիայի եւ տրանս ճարպեր, որոնք կալորիայի աղբյուր են։ Այդպես ասած, իսկ ինչ վերաբերում է նիհարելու պրոցեսի ընթացքում կարևոր է համատեղել օգտակարն ու հաճելին, որովհետև սնունդը միայն սնվելու մասին չէ։ Այդ դեպքում ասենք, թե որն է առողջ նիհարելու երկրորդ կանոնը, ինչը կօգնի մարդկանց ճիշտ կողմնորոշվել եւ քայլել դեպի այն ճանապարհը, որը դժվար չէ, եթե կա գիտակցում։ Առողջ ափսեի մասին եմ ուզում խոսենք։ Առողջ ափսեի մասին կուզեի խոսել եւ այս կետում ոչ պակաս կարեւոր է նաեւ 80-20 կանոնը, որ 80%-ով սնունդը պետք է լինի օգտակար, առողջարար եւ թողնում ենք 20% այդ չարությունների համար, հոգու եւ հաճույքի համար, որտեղ սնունդը նաեւ հաճույք է եւ չպետք է դրա մասին մոռանալ։ Իսկ առողջ ափսեն, բալանսավորված ափսեն հիմքերի հիմքն է, որը որ ձեզ միայն ու միայն կօգնի եւ թույլ չի տա շեղվել այս ճանապարհից։ Այն շատ պարզ է եւ շատ պարզ է կիրառության մեջ նաեւ։ Ձեր ափսեի ուղիղ կեսը պիտի լինեն բանջարեղեն, կանաչեղեն, 1/4-ը կազմում են սպիտակուցները եւ մյուս 1/4-ը բարդ ածխաջրերը։ Շատ հեշտ կանոն։ Լիլիթ, իսկ հարցնում են, երբ քաշի կանգ է տեղի ունեցել, ինչ անել այս դեպքում։ Սկզբում քաշը իջել է, սակայն ինչ-որ ժամանակ հետո նկատում ենք այդ կանգը եւ նույնիսկ կալորիայի դեֆիցիտի պարագայում չենք կորցնում կալորիաներ։ Ինչու՞ն է խնդիրը։ Տեսեք, երբ որ խիստ սահմանափակումներ են անում ու երկար հետևում են ցածր կալորիականությամբ սննդակարգի մարզումներն են հասնում մաքսիմումի, այո, կարող է գալ этап, երբ որ քաշը կանգ է առնում, այդ պլատոյի շրջանը, մետաբոլիկ հավասարակշռման շրջանը պետք է անցնել հետևյալ ձևով։ Պարզապես չեք հավատա, ավելացնելով կալորիաները սննդակարգում եւ մի փոքր հանգիստ տալով օրգանիզմին, այսինքն կարող եք մի քանի մարզում բաց թողել, մի քիչ կալորիաները ավելացնել, հավատացնում եմ ձեզ, process-ը կշարունակվի։ Խնդիրը նրանում է, որ օրգանիզմը սկսում է ավելի քիչ ծախսել կալորիաներ, որովհետև մտածում է, որ դուք կարող եք էլի ավելի սահմանափակում անեք ձեր սննդակարգում, եւ մեր օրգանիզմը շատ խելացի է, որոշում է տնտեսել այդ փոքր կալորիաներից նույնպես։ Այս շղթան քանդելու համար հեշտ քայլ, ուղղակի ավելացնում են կալորիականությունը, կրկին անգամ խաբելով օրգանիզմին եւ ստիպելով նրան ավելի շատ էներգիա ծախսել, արագացնել նյութափոխանակությունը։ Այստեղ աշխատում է փաստորեն ինքնապաշտպանական ինստինկտը։ Այո, օրգանիզմը պաշտպանում։ Այո, եւ հետևելով երրորդ կանոնին, մենք հիշում ենք սպիտակուցների մասին, որոնք օգնում են նիհարել։ Ինչի հաշվի, Լիլիթ։ Սպիտակուցները մեր օրգանիզմի համար ամենաանհրաժեշտ մակրոնուտրիենտներից մեկն են, որովհետև մարդը ինքնին եւ իր բոլոր օրգան համակարգերը կազմված են սպիտակուցներից եւ մենք կարիք ունենք սպիտակուց ստանալու։
այսինքն սպիտակուցը պարտադիր է, որ ներառած լինի սննդակարգում։ Բացի նրանից, որ սպիտակուցները անհրաժեշտ են օրգանիզմին, նրանք նաև օգնում են երկար հագեցած մնալ, ինչի հաշվին շեղումները, խախտումները մինիմալի են հասցվում, այսինքն սպիտակուց պարունակող մթերքները բավականին հագեցնող են։ Իդեպ սպիտակուց պարունակող եւ կենդանական եւ բուսական ծագման մթերքների մասին պետք չէ մոռանալ։ Պետք է հաշվեկշռի մեջ պահել այդ կենդանական եւ բուսական ծագման, ու կախված տարիքից, այսպես ասեմ, հիմնականում 60%-ը կենդանական ծագման, 40%-ը բուսական, բայց այս տատանումը կարող է այս տոկոսային հարաբերակցությունը կարող է տատանվել կախված տարիքից, հասակից, սեռից, քաշից եւ եթե կան առկա խնդիրներ առողջական։ Հիմա կհարցնեն ինչպես կողմնորոշենք, որքան սպիտակուցներ են մեզ անհրաժեշտ։ Նշեցիք տարիքից, սեռից, քաշից, խնդրեմ։ Սպիտակուցների քանակը անհրաժեշտ, որ պարտադիր է որ լինի օրգանիզմում, դա օրվա նորման եմ ասում, հա, պետք է լինի 1.2-ից 2 գրամ սպիտակուց 1 կիլոգրամ քաշի հաշվարկով։ Մինիմալ քանակը պետք է լինի 0.8 գրամ։ Դրանից ցածր խորհուրդ չի տրվում, առաջանում են այտուցներ, այ շատերի մոտ հիմա այդ հարցը առաջանում է, ինձ համենայն դեպս շատ են դիմում, որ այտուցներ եմ ունենում։ Ճիշտ եմ սնվում, բայց այտուցներ եմ ունենում։ Նախ մարդիկ մոռանում են, որ այտուց առաջանալ կարող է սպիտակուցի դեֆիցիտից, այսինքն այդ թերի քանակը սպիտակուցների իրենց սննդակարգում կարող է այդ թվում նաև բերել այտուցների առաջացման, ինչպես նաև շատ այլ խնդիրներ, հիմա դրանց չանդրադառնանք, որ կարող են այտուցների պատճառ լինել, բայց սպիտակուցի մասին չգիտես ինչի միշտ մոռանում են։ Եվ եթե տեսանելի դարձնենք, օրինակ, եթե մարդ կշռում է 70 կիլոգրամ, 70 գրամ սպիտակուց նվազագույնը պետք է ունենա իր ափսեում օրվա ընթացքում։ Օրվա չափաբաժինը այսքան է, եւ միֆ չէ, որ եթե սպիտակուցների քանակը օրգանիզմում քիչ է, ապա կնիհարեն մկանային զանգվածի հաշվին, որը շատ ավելի վտանգավոր է։ Միֆ չէ։ Եթե սպիտակուցների քանակը բավարար չի սննդակարգում ու դուք գտնվում եք կալորիաների դեֆիցիտում, այո, քաշ կարող եք կորցնել ու բավական լուրջ քաշ կարող եք կորցնել, որովհետև մկանը ծանր է։ Այսինքն մարդիկ սովորաբար ուրախանում են այդ կորցրած կիլոգրամների համար, որտեղ միանգամից բավականին լուրջ թվեր են տեսնում կշեռքի վրա, բայց դա հիմնականում հեղուկն է եւ մկանային զանգվածը։ Նիհարելու երրորդ կանոնը՝ մի հրաժարվեք ճարպերից եւ ածխաջրերից, բայց այստեղ կան գաղտնիքներ, որոնք պետք է բացենք, ինչի մասին է խոսքը, որովհետեւ ոչ բոլոր ածխաջրերն են օգտակար, ինչպես սկզբում նշեցինք, մենք բարդ ածխաջրերի մասին խոսենք, որոնք օգտակար են մեր առողջությանը, եւ ճարպերը, կարագը պետք է հեռացնել սննդակարգից նիհարելու ընթացքում։ Տեսեք, բացարձակապես բոլոր տեսակի ճարպերը ունեն բարձր կալորիականություն։ Դա այդպես է։ Դա փաստ է, որի հետ հաշվի պետք է նստել, բայց դա չի նշանակում ինչու են մարդիկ հեռացնում ճարպերը սննդակարգից առաջին հերթին, որ որոշում են նիհարել, որովհետև դժվար են կարողանում ներդնել ճարպերի օգտագործումը իրենց սննդակարգ։ Չեն պատկերացնում ինչ քանակի ճարպ պետք է օգտագործել, նույն կարագը, հա, ինչքան օգտագործումը կլինի անվնաս իրենց համար, բայց այդտեղ սկզբնական շրջանում կարող եք օգտվել օրինակ կշեռքից եւ չափումներ անել հասկանալու համար, թե ինչքան գրամ եք օգտագործում, որտեղ այնտեղ փոքրիկ շեղումներն էլ անգամ կարող են կրկնակի ավելացնել օրինակ աղցանի կալորիականությունը, եթե ձեթի քանակը ավելացնեք։ Բայց դա չի նշանակում, որ այդ օգտակար ու շատ կարևոր մթերքները պիտի չլինեն ձեր սննդակարգում, ոչ, պիտի անպայման լինեն, բայց չափավոր։ Այսինքն պիտի հասկանալ, որ նիհարելու ընթացքում, որ բարձր կալորիականություն ունեցող մթերքները պետք է քիչ օգտագործել սննդակարգում, չափավորել։ Ցածր կալորիականություն ունեցող մթերքները այլ ավելի շատ կարելի է օգտագործել, որտեղ այնտեղ խնդիր չկա։ Հատկապես եթե մի հատ էլ օգտակար հատկություններով են օժտված, օրինակ ինչպես բանջարեղենը։ Շատ լավ։ Բարդ ածխաջրերի մասին, ածխաջրերը պետք է բացառել սննդակարգից։ Ածխաջրերը ոչ մի դեպքում պետք չէ բացառել սննդակարգից, բարդ ածխաջրերը նույնպես ինչպես սպիտակուցների կիրառումը նիհարելու process-ում շատ կարևոր է նաև բարդ ածխաջրերի կիրառումը, որտեղ տալիս են
երկար հագեցվածության զգացողություն, ինչու, որովհետև բարտաცხաջրեր, այլ ինչու են կոչվում բարտաცხաջրեր, որովհետև իրենք մտնելով օրգանիզմ դեռ ճանապարհ ունեն անցնելու, դեռ մարսողության տարբեր փուլեր ունեն անցնելու, որպեսզի տրոհվեն մոնոշաքարների, գլյուկոզայի եւ ներծծվեն։ Այդ առումով բարտաცხաջրերը շատ օգտակար են եւ բարտաცხաջրեր պարունակող պրոդուկտները հիմնականում պարունակում են նաեւ բջջանյութ, ինչը նույնպես նրանց դարձնում է ավելի օգտակար։ Օրինակ ամբողջահատիկ մակարոնեղենը, օրինակ հատիկեղենը, չէ՞ որ այնտեղ միայն ածխաջուր չէ, այնտեղ կան նաև վիտամիններ, կան նաև բջջանյութ, որը որ արդեն իսկ օգտակար է դարձնում։ Եվ մի շատ կարևոր բան, ածխաջրեր օգտագործելիս աշխատեք օգտագործել նաև շատ բջջանյութ, կանաչեղեն։ Ինչու՞։ Անգամ շատ եփված, օրինակ հնդկաձավարը, որ ավելի պարզ ածխաջուր է դառել, կամ օրինակ կարտոֆիլի խյուսը։ Երբ որ դուք շատ մեծ քանակությամբ կանաչեղենով եք ուտում այդպիսի պրոդուկտները, որոնք որ ավելի պարզ ածխաջրեր են, հա, դուք բարդ ածխաջուր եք դարձնում իրենց։ Ինչի, որովհետև այդ մարաթելերը, որոնք որ սննդի հետ միաժամանակ օգտագործում եք, նպաստում են նրան, որ ճանապարհը, որ իրենք կանցնեն, ավելի դժվարանա ու բարդանա, այսինքն ներծծումը գլյուկոզայի, ինսուլինի բարձրացման էլի երկարի։ Առողջ նիհարելու 4-րդ ամենահեշտ կանոններից մեկը դանդաղ ծամելն է։ Միշտ ապեք ուտելիս, ասենք որն է գաղտնիքը Լիլիթ։ Շատ կարևոր է սնվելիս չշեղվել, մանրամասն ծամել սնունդը, որպեսզի հագեցվածության զգացողությունը դուք հասցնեք զգալ, որովհետև շատերը սնվելու process-ն են դարձնում շատ արագ մի բան, որ արագ ոտքի վրա կարող են ինչ-որ մի բան ուտել, անցնել առաջ իրենց գործերին, բայց շատ կարևոր է նստել սեղանի շուրջ ու մաքսիմալ վայելել սնվելու process-ը դանդաղ ծամելով, առանց շեղվելու տարբեր հեռուստացույցների, հեռախոսների եւ տարբեր բաների վրա։ Քանի որ հագեցման process-ը դանդաղ է գալիս եւ ժամանակ է պետք, որ ուղեղին հասնեն այդ ազդակները, որ դուք արդեն կշտացել եք եւ կարիք չկա էլ ուտելու։ Հավատացնում եմ ձեզ, արագ սնվելով դուք կարող եք ավել ուտել, քան կնախատեսեիք, քան կուտեիք, եթե դանդաղ սնվեիք։ Դրա համար փորձեք այս կանոնները աստիճանաբար ձեր կյանք բերել, կյանքի կոչել ձեզ համար եւ հավատացնում եմ ձեզ արդյունք կգոհացնի։ Եվ ամենավերջին 5-րդ կանոնը առողջ քուն ունենալու մեջ է։ Ինչպես է քունն ազդում նիհարելու process-ի վրա։ Ուղիղ կերպով ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե ինձ ասեն ավելի կարևոր է սպորտով զբաղվել, թե խորը քուն ունենալ, միանշանակ կասեմ խորը քնելը, որովհետև բոլոր այն գործողությունները, որ մենք օրվա ընթացքում անում ենք, անհրաժեշտ է վերջացնել, ավարտել խորը քնով ժամանակին եւ երկարատև 7-ից 8 ժամ։ Շատ կարևոր է օրգանիզմի հետ հաշվի նստել, որովհետև այդ ժամերին արտադրվում է մելատոնին հորմոնը, որը նույնպես օգնում է մեզ նիհարելու process-ում, սոմատոտրոպ հորմոնը, աճի հորմոնը, որը որ ճարպայրող էֆեկտ ունի օրգանիզմի վրա։ Եվ շատ կարևոր է վերականգնվել, ամենակարևորը, այսինքն որպեսզի քունը անցնի խորը քնի փուլ եւ օրգանիզմը հասցնի վերականգնվել։ Հակառակ դեպքում հաջորդ օրը դուք ունենաք էներգիայի անկում, թուլություն, ակամայից հաջորդ օրը ձգտելու եք վատ բաներ ուտելու, իսկ դա հիմնականում քաղցրավենիքն է, որը ունի բարձր կալորիականություն եւ ինչպես նշեցի, դատարկ բարձր կալորիականություն, որտեղ հիմնականում լավ բաներ չի պարունակում։ Սրանք այն 5 հիմնական կանոններն են, որոնք կօգնեն ձեզ առողջ նիհարել։ Խոսելով սխալների մասին, Լիլիթ, հավելումներ են օգտագործում նիհարելու համար եւ ամենավտանգավոր դիետաները, որոնք են որպես բժիշկ սննդաբան։ Հուշենք, որպեսզի մարդիկ ավելի շատ առողջ սովորույթների նախապատվությունը տան եւ կարճաժամկետ այդ դիետաների ետևից գնալով հետո չկրկնապատկեն քաշը։ Իհարկե կարելի է նիհարել բուրգեր ուտելով, քաղցրավենիք ուտելով, ինչպես սկզբից նշեցինք, կարելի է նիհարել հավելումներ օգտագործելով, կարելի է նիհարել սխալ սննդակարգերի հետևելով, մոնոդիետաների, կարելի է փորձել ինտուիտիվ սնվել, հիմա շատ տրենդային է, բայց չէ որ այդ բոլոր սխալները ձեզ բերել են այն կետին, որ դուք հիմա ցանկություն ունեք նիհարելու։ Խոսքս հատկապես ինտուիտիվ սնուցմանն է վերաբերում։ Եթե ձեր ինտուիցիան ձեզ բերել է նրան, որ դուք
անընդհատ մտածելով, որ ձեր օրգանիզմը կարիք ունի սնվել եք, ավել քաշ ունեք, ուստի ինտուիտիվ սնուցումը դեռ ձեզ համար չի։ Ինչու եմ ասում դեռ, որովհետև կարելի է հարստացնել գիտելիքների պաշարը այս ոլորտում եւ ունենալ գոնե մինիմալ գիտելիքներ, որպեսզի հասկանալ, թե ինչպես կիրառել ինտուիտիվ սնուցումը։ Բայց ես խորհուրդ եմ տալիս ունենալ երկարատև պերսպեկտիվաներ նիհարելու հարցում, չմտածել արագ արդյունքների մասին, չնիհարել ինչ-որ արարողության համար, ինչ-որ տոնի համար, նոր տարվա համար ենք նիհարում են մինչև ամառը, չանել այդպես, փորձել փոխել սննդակարգում բաներ, որոնք կբերեն երկարատև արդյունքների եւ դրանք ձեզ հավատացնում եմ կգոհացնեն, կփոխեն ձեր կյանքի որակը, ձեր ինքնազգացողությունը, ձեր վերաբերմունքը ինքներդ ձեզ, ձեր մարմնին, կլինի երկարատև ուրախություն արդյունք։ Ու մի մոռացեք, այլ մի փոքրիկ քաղցրավենիքը ես շատ եմ ասում մեր հաճախորդներին, մի փոքրիկ քաղցրավենիքը ընդամենը մի քանի րոպե հաճույքի աղբյուր է հանդիսանալու ձեզ համար, իսկ հայելու մեջ ձեր գեղեցիկ արտացոլանքը, որը որ դուք հավանում եք իսկապես, դա երկարատև ուրախության, կոմֆորտի եւ ինքդ քեզ սիրելու զգացողություն է։ Այնպես որ հետևեք մեր խորհուրդներին, այն 5 կանոններին, որոնց մասին խոսեցինք, ավելացնելով կամ չմոռանալով նաեւ ֆիզիկական ակտիվության մասին, որը առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասն է։ Այո, ինչ խոսք։ Եթե մենք նիհարում ենք կալորիաների դեֆիցիտով, ապա մարմին գեղեցիկ կերտում ենք միայն սպորտով զբաղվելով։ Շնորհակալություն Լիլիթ ինֆորմատիվ զրույցի համար։ Այո, առողջ ապրելակերպը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից 1 ընդմիշտ եւ պահել քաշը։ Հետևեք մեր թողարկումներին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, իմ հյուրը բժիշկ սննդաբան Լիլիթ Մարգարյանն էր, իսկ մեր գործընկերն է Յասաման ռեստորանը։ Ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Կհանդիպենք։